Abuşimega Bidiallas yetichas knas vor Amerika'ya Միացյալ Նահանգները հայկական է Փարի Լուիս Նույնիսկ եկեղեցին կբարդատրե, պայմանակիր ստորագրեք, որ ձեր հարսանիքին օրը ապահովեք։ Իսկ դուք ինչու չեք ստորագրել ձեր ամուսնության պայմանակիրը, որ ձեր կյանքը ապահովեք։ Call Der Parsegian Law Group 323-937-2727. Եվ Փարի Լուիս։ Սեներ ինչպես որ տեսակ The Armenian America քիրքի ցանոթություններ այդ մեկը արդեն եթե կարողացաք տեսնել բարձրազարդ քերեցիկ քրկույկ մնե որ հոկտեմբերի 15-ին երեկոյան ժամը 8-ին ապրիլ քրադամ մեջ բարձրապես առաջին թողարկումը videla կամ ասենք մակուր հայերենով պրիմերա բիդենենք եղավ սեներ ինչ որ է այս Իհարկե ինչ որ տեսակն է այդ քիրքի բարձրապես 50 էջերի նկարներն են 184 էջ մեծածավալ 9-ով 12 չափանիշ քիրքն է եւ վերջերջո ծև դրամներով եւ որ այդ վաճառեմ ցեզի պիտի կարողանամ Եվրոպան եւ միջին Լատին Ամերիկան վավերագրեմ քալդարի այժմ եկեք աստուծո գամքով իրարում միանանք եւ գավզեք աստված հադեսակ Աստված քիչ ուշ էր այսօր գարձես սպառված էր կողը մարդ կար եւ այսպեսով սեներ ուրբաթ երեկոյան ես եւ դուք միասին ժամանակ ենք անցկացնելու երևակայեցեք այս քիշեր եթե ես չլինեի ծրագրով ինչ պիտի անեիք կամ հագարակը եթե ես այս ծրագիրը չունենայի ինչ պիտի կատարեի քանի վերջո եթե ժամը 8:09 ու եթեր եմ կատարում արդեն ժամը 6-ին 7-ին պամը չեմ գնարանել այդպես չէ որ գնամ երթալանել հետո ետ գալ ծրագիրներ երթալ յետնել բայց ինչն է անելիքը ուրեմն ինչպես որ գիտեք partam@partam.com հասցեին գնաք ծեր նամակներ ըրգել շնորհակալություն այդ բոլոր մարդկանց որ նամակներ ուղարկում եք դեռևս չեմ գարթում ծրագրի ընթացքին բայց ես գգարտամ իմ ազատ ժամին եւ եթե չի պատասխանեմ ցեզի մի ներվիկ ինձ մե Ուրեմն ինչ ենք անելու այս գիշեր։ Տեսեք, բարձ հարցում մնե։ Գիտեմ շատերու համար բիցեք որ ասին հիմար հարցում էր։ Բայց նպատակ ունեմ, որ իմանամ, եթե այս գիշեր հիմա նստած այս ծրագիրը չէիք դիտեր, ինչ պիտի անեիք։ Զանգարեցեք 323 284 007 համարին եւ ինձ ասացեք ինչ պիտի անեիք, քանի որ ես բարձրացի մացեզի համար աստեգեցած եմ։ Չէ՞։ Քանի որ շաբաթը 5 օր 8:09 իրարու հետ գզրուցենք։ Եվ ինչի մասին գզրուցենք։ Կենցաղային դարբեր հարցերով։ Իհարկե մեր ասքի բոլոր լավ դվյալները նույնիսկ նրանց մասին խոսենք եւ վատ դվյալներն։ Ուրեմն սեներ Թեզի նորեն դերյակ պահեմ, որ հոկտեմբերի 15-ին քիրքի շնորհանդեսից յետք, հոկտեմբերի 17-ին կմեկնի Մոնտրեալ, Կանադա, ուր այդտեղ 3 տարբեր դասախոսություններ կներկայացնեմ, երկու հատը բարեգործականի կետրոններս, իսկ մյուսը հայ իրապաններու ընկերակցության եւ ոչ թե ասոցիացիային ընկերակցության
իրենց կես տարվա հանդիպման։ Այդտեղ պիտի խոսիմ Yes We Have գիրքի մասին, հայերի ներդրումը եւ հայերի այդ հեղինակային իրավունքների այդ ուսումնասիրությունները որ կատարած եմ։ Իսկ նոյեմբեր 10-ին շաբաթ երեկոյան սեներ Seattle Washington գերտամ եւ Seattle-ի Armenian Cultural Association անգլերենով էսի, որուն հայերենը հայկական մշակութային ինտերակցիան հրավերով ներկա պիտի գտնվի, եւ այդ հասարակություն պիտի դամ նորեն The Armenian America եւ Yes We Have քիրքերու մասին։ Իսկ դուք որ աշխարհի 4 կողմը դարածված եք եւ եթե հետաքրքրված եք այս հասարակություններով, հանկիստ կնակ ինձ երացանել 818 244 2468 համարին եւ գնանք դասավորել վեճ կամ ցերտրամներով պետք է ես վայելեմ չէ Եվրոպան եւ Միջին Արևելքը եւ Լատին Ամերիկան եւ Աֆրիկան եւ մերձավոր Արևելքը եւ ինչու քանի որ բարձրապես կուզեմ 2015 թվականին մի քիրք հրադարագել ուդեղ հայկական ինքնությունը երկրակունթի վրա ոչ թե կանտված կամ ախորի դարձած նկարեմ, այլ իրենց ողջ առողջ կորձնական միջավայրերը նկարեմ, որ 2500 թվականին մարդիկ ուզեն իմանալ թե հայերը ինչ են արել Ամերիկայի մեջ, ասենք որ գենտանի նկարներ կա, այս շենքը նայեցեք ինչ գեղեցիկ է, այս թաղամասը, այս շրջանը, քանի որ այսօր ոչ որ Հնդկաստանի, Լեհաստանի եւ այլ ուրիշ երկրներու մասին գուզենք հայկական քաղաքօջախներ մենք որ գայինք դուք չի գայիք ոչ մեկ փաստեր չունենք ուրեմն այս է բաժարը որ ծև տրամներով պիտի բդդիմ երկրակունթը գիտեմ գնեղանակ կչղայնանակ բայց երբեք նույն հարցումը չեք հարցնել ծեր մարզահավտարին շապկակորձին լված կատարողին որ այդ եկամուտը որ ապահովում եք դուք իրենց ինչով են զբաղեցնելու Ուրեմն այսօր ուրբաթ երեկոյան հիմա ասկե հետո կարելի է կինոյի եվտալ կամ ասկե հետո կարելի մի լավ ջաշարան եվտալ ժամի 9-ից հետո ասենք լավ ուդել որ հայկական փորերը շատանան կամ դուք ինձ ասեք որ դուք ինչ պիտի անեք Երողություն աս հերախոսը այստեղ այսօր նորեն մեզի դժվարություններ է դալիս բայց կմնակ զանգահարել եւ իրարու հետ կզրուցենք։ Ուրեմն հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր տասախոսություններու շարք եմ ուզում դալիս տարբեր դեղել եւ դուք այդ տասախոսությունները ձեր կյանքի մեջ լսած վիճի ըլլակ ասկի առաջ։ Իսկ այսօր ինչ պիտի կատարեք։ Փարի Լուիս Փարի Լուիս, հերադեսիլի ցայն իջեցրեք։ Սեներ, հետաքրքրված չեմ, առաջին մեկ ռոբեից և որ զանգարում եք կամ սենյագեն թուրս ելեք, որ կարողանաք մարդավարել հետ զրուցենք, կամ հենց որ դեսակ, որ աստեղին ցայն գալսեք որ և ոչ թե աստեղին, քանի ընգալուչ այստեղ տրածեք, անչադեցեք միս ցայնը։ Ինչ որ է, ուրեմն բոլոր հայկական գազագերբությունները, որ հբարդությամբ հայկական մշակույթի մասին կորձունեություններ կգա, իհարկե ես դոկտոր պրոֆեսորի գոչում չունիմ, բայց մեր գենցաղի բոլոր դոկտոր պրոֆեսորներից ավելի այս նյութի մեջը, որ ես հիմա արդեն շատ վերջին 10 տարիները մասնակցած եմ հայերը ովքեր են եւ ինչեր են կատարում, շատ ավելի մեծ դվյալներ ունիմ։ Իհարկե որոշ գազագերբություններու բադիվին չինար, իսկ ուրիշները, որ անգերձ իսկապես այդ գազագերբությունների մեջ գործում են, հանկի զանգարում են եւ ասում են, որ երկրորդ հասարակությունը կդարե մեզ համար։ Իսկ դուք այս գիշեր ինչ պիտի կդարեք։ Այսինքն գիտեմ, այսօր ուրբաթ է շատ հարսանիքներ չի կան, որոշ հարսանիքներ կան։ Բայց վեճը երկրակունթի մեջ ապրում ենք եւ երկրակունթը որ մեզի այսօր դրամատրած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջավայրը, բավական լավ բաներ կանելիք եւ նայեցեք գախյալ չեն նյութականից։ Իհարկե միջազգային ասեմ որ արդեն այս գիշեր 405 մայրուղին պիտի փակվի մինչև երկուշաբթի, ուրեմն այդ կողմերը մի երթակ։ Բայց կնա միս կողմերից անցնել երթալ զովեզերք, եթե զովեզերքը գսիրեք, կամ ծեր միջավայրերում մեջը բավական լավ
դեղեր կա, որ կրնակ քալել, կրնակ ընտրել, կրնակ բարձրապես սրճարանը նստել եւ ժամանակ։ Բայց ցանկացեք ինձ ասացեք ինչ եք անելու։ Արդյոք դու նույնիսկ մնաք միայն։ Փարի լույս։ Ինչ որ է, նորից կզանգեք, հարց չի գա։ Ես շատ խոսի մեկն եմ եւ մինակ սկսեմ խոսել։ Ահա, եկերեն չի զանգալի գոր, ինչ որ է։ Ուրեմն սեներ, արդյոք հայերը երկրակունթի վրա կարողանում են 21-րդ դարը վայելեն կամ ոչ։ Գիտեմ, հիմա ցեզ մենք շատերը կարծում եք, որ ինչ որ դուք կատարում եք, այսինքն վայելում եք։ Բայց նայեցեք, հայերը գսեմ, ոչ թե անհատներ։ Երկրակունթը այսօր ոչաբով հայկական կրնանք դարձնել։ Գիտեք, իմ ծրագրերս սկիզբը ես միշտ կատագործ ես ասում եմ, աբուշի մեկը գլակ եթե չհասկնաք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Ես մեզ շատ իրան համար զավեշտական բան է։ Բայց տեսում եք, չէ, եւ որ այդ երակույն քննիկները գահարված են թեպի Ամերիկայի քարտեզին, ինչպես հայկական բաներ գծակին այդտեղ են։ Արդյոք մենք այդ բոլորին իրավունք ունենք, ասելով որ մերն է եւ ամերիկան հայկական է։ Բարդավոր չենք, որ ամենաման ասենք որ մենք ամերիկացիներն ենք, չէ՞։ Կարող ենք ասել որ մենք հայեր ենք, բայց միաժամանակ ամերիկացիներ ենք։ Քանի որ շատեր կան հայերու մեջ ասում են մենք հայերի հետ գործ չունենք։ Իսկ այսօր Երեգոյան որու հետ գործ ունեք դուք։ Ուրբաթ գիշեր է։ Գազես ոյեմեգու հետ գործ չունենաք։ Ավելի լավ, քանի որ ուրբաթ օրը եւ շաբաթ օրը եւ գիրագի օրը ընդհանրապես երկրակունթի դարբեր 3 հավատքներու դոնական օրեր են, այսինքն հանգստյան օրեր են, ուրբաթ օրը մահմեդականներու, գարձեք ամենի դա այսօր փամը չեք կատարել գոր, վաղը շաբաթ օրը հրյաներու, իսկ գիրագի օրը ամենակարևոր, ամենաճշմարիտ հավատքը երկրակունթի քրիստոնեությունը։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Բարի լույս, պարոն Փարսամյան, ինչպես եք, լավ եք։ Ես լավ եմ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Ուզում ասեին, որ ուրբաթ օրը եկենք տուն այսօր հոգնած ենք, ընդհանրապես ուրբաթ կեսօրից հետոներ մի քիչ գիշերվա երեկոներ ավելի շուտ լրիվ շաբաթվա հոգնածությունն ենք մեզ հետ տուն բերում, բայց հետո շաբաթ կիրակի աշխատում ենք, որ տարբեր համերգներ կամ տարբեր Ուրեմն ընդհանրապես ուրբաթ օրերը ավելի շատ դուն եք մնում։ Այո, այո։ Եվ մահատ ես ձեզանից հարցում ունեին, եթե կարող եմ հարցնեմ։ Այս Արթուր Գրիգորյանի Կոմիտասի այդ համերգը դուք կարողացաք գնաք, թե ոչ, ձեր տարեդարձի օրն էր։ Ես Հայաստան տեսած էի այդ համերգը։ Ինչպես դուք ինչպես Ես հավանեցի։ Այո, ես հավանեցի, քանի որ հայկական մեղեթիները եւ որ մդիկ ես անում, ինչ իրավիճակի մեջ ես ներկայացում, այդ հայկական մեղեթիները եւ որ հարազատ են մնում, քերեցկություն է։ Ես ինքս էլ օգոստոսին Հայաստանում տեսամ շատ սիրեցին, շատ, բայց դժբախտաբար ամսի 16-ին այստեղում ուրիշ ծրագիր ունեին, ճիշտ ասած թորնիկներից պետք է նայեին, չկարողացա։ Այո, գենցարի մեջ ամեն, այո։ Ինձ համար շատ հետաքրքիր է, որտեղ Չէ, ես այստեղ որ ինչպես է գնահատել։ Չէ, ես այստեղ էլ ուրիշ հարց, եթե կարող եմ։ Այո։ Դուք Վայեկի ֆիլմը ինչպես եք մտածում, տեսել եք արդյոք։ Այո, տեսա, ես Վայեկի ֆիլմը 2 տարի առաջ տեսա եւ վերջին եւ որ Chinese theatre-ի մեջ նպատություններ այդ ժամանակա տեսա։ Ես կնահատում եմ այդ մեկը իբր լուրջ աշխատանք։ Մենք պետքություն չունենք հայկական ցեղասպանության։ Մենք զավեշտական իրավիճակներ պետքություն ունենք եւ հայ գերբարներու իհարկե ինձ համար Անկել Ռաֆայել Գերբարը ավելի բարսիգի հայկական աստեցության հասկացողության մեջ էր։ Հասկացա, որտեղ ես որոշեմ ես շաբաթ կամ կիրակի գնամ ինձ համար անպայման կացեք, քանի որ իսկապես լավ ժամանակ կանցկացնեք, քանի որ մարդ արարածը այդ տեսակի իրավիճակի, հիմա իմ ծրագրից հաջողությունը ուր է։ Ես մտավորականի պես ցեզի հետ չեմ խոսի, չէ՞։ Շատ հասարակ խոսի, մատը ամբողջ ժողովուրդը է։ Այո, այդ շարժաբատկերը նույն այդ իրավիճակի մեջ է։ Լուրջ աշխատանք է։ Միակ բանը որ ես, քանի որ ես ամեն ինչը քիչ դարբեր անգույները գնայım, այդ Գերբարը ավելի բարսիկ մարդու Գերբար էր, որ հայերեն գխոսեր։ Ահա, հասկացա։ Բայց
հիմա գիտեք ինչ է, երկրակունթի վրա իրականությունից ուդեղեն որ եկած ենք, այդ դերի մշակույթը մենք ներկայացնում ենք իբր մեր հայկական մշակույթը։ Բայց շատ հստակ էր որ հայկական իհարկե բոլոր ձեռնարկներին էլ մասնակցում։ Շատ շնորհակալություն։ Վստահ եմ որ ճանաչեցիք դրանից, բայց ձեզի հաջողություն եմ Շնորհակալություն։ որ գնում եք ձեզի կանաչ ճանապարհ եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ուրեմն սեներ նայեցեք Անկել Ռաֆայել շարժաբատկերը ամեն մնացեք տեսեք, քանի որ նա պետք է ավելի շատ մարդ տեսնի, քանի որ վերջը զավեշտական իրավիճակ է։ Գիտեք, մենք հայերս միշտ դխուր, լացկան, բաներ պետք է ունենանք, որ հբարդանանք։ Այս բարակային կարող եք ասմեգով հբարդանալ, վերջը հայ ընտանիք մնե, հայր մեծ հայր մնե եւ գենցաղային իրավիճակի մեջ բնական մարդկանց խրատներ է դալիս եւ ահավասիկ հայ գերբարիմը ներկայացնումն է, չէ՞։ Իսկ մենք ինչ ենք անում ընդհանրապես դխուր, ցեղասպանության բացմություններեն սպանեցին, բռնապարեցին, երեխան փոբիկ մնաց աշխարհի դարածքին, մեծացավ եղավ մեծ մարդ 90 տարի հետո մարդը արդեն 30-ը թորնիկ ունի, արդեն թրական վիճակի մեջ չէ, ետ երթանք դխուր իրավիճակի մեջ աշխարհին ներկայացնենք։ Նրա համար Օրինակ համար իմ հաջորդ գործունեություններից մեկը, գիտեք, իմ քիրքի մեջը, ես ուևի մեջը, որ մարդիկ, որ ներդրումներ են կատարած մարդկության, հայեր, նրանց վավերագրում եմ, որ աշխարհին կարողանանք թրական բան ներկայացնել, քան թե որ 100 տարի առաջ մեզի սպանեցին, չէ։ Մենք այսօր երկրակունթի դերն ենք հասկացությունը։ Ուրբաթ գիշերով ինչ պիտի անենք, հարցումս այսպեսին է այսօր։ Ձեր գարձիկը Բարև, Ստեփան, ինչպես եք։ Ես լավ եմ, դուք ինչպես եք։ Լավ, մերսի։ Շնորհակալություն, մերսին ֆրանսացիներուն է։ Այո, հարցում ունի ոնավա գերացային է։ Այո։ Եվ քանի որ գիտեմ տուն հայերու խնդիրները մեջ մասնակետ ես, ուսիգնան քեզի հարցնեմ։ Մասնակետ չեմ, ագանադես եմ։ Այո։ Խնդրեմ, ինչ է հարցումդ։ Հարցումս որ ասենք հայերս ենք երկրակունթի վրա։ Հայաստանեն դուրս։ Այո։ Ան երկիրը որ գերտան արդյոք իրավունք ունի երակույնը տնեն առանց քովը այդ երկիրի դրոշակը տնելու։ Գախում ունի յուրաքանչյուր երկիրից, դարբեր երկիրներ դարբեր օրենքներ ունեն եւ յուրաքանչյուր երկիր դարբեր ազատություններ կան։ Ուրեմն այդ բարակային ասենք Կալիֆոռնիան դերսնեն։ Ինչ ուզեսնեք վնասնել, ասե ազատ երկիր է։ Բայց եթե դերմը ցողի վրա բիտնես օրենքով պետք է ամերիկյանը, ինչպես որ գտեսնեք բոլոր հայկական հաստատություններում մեջը, ամերիկյան դրոշակը ավելի բարձր պետք է ելա, երակույնը ավելի ցած պետք է ելա։ Բայց դու ազատ ես, ինչ ուզեսնեք գնաս կատարել։ Հիմա հարցը գուկա, որ չափ գրթված ես, որ չափ զարգացած ես եւ որ չափ կարող ես մարդկային ցևով մոդենալ այդ հարցին, որ ընդհանրապես հայերը չունին։ Ասենք հիբադոսարանը գլենդելի մեջ։ Այո, հիբադոսարանը միակ վայրը, քանի այդ հողաշերտը Հայաստան է։ Այսինքն այդ մարդիկ որ գսեն Հայաստան հողիտ մերնեմ, շատ հանկիստ կմնան հիբադոսարանի գանքարը երթալ գնալ, քերինը համբերել, քանի ադիգա Հայաստանի հող է։ Եվ այդտեղ ամերիկյան դրոշակ չես ծնել։ Եղավ։ Այո։ Այսինքն հողի վրա չես կնար տնել, քանի այդ հողը այդ Central եւ Lexington-ի անգյունի Բարիսպի եւ Գանքարի մասը Հայաստանի Հանրապետության հողաշերտն է։ Բայց ատկե դուրսը, եթե դրոշակ պիտի տնես, եթե մայթին վրան երակույն դրոշակ պետք է տնես, քով ամերիկյան դրոշակը պետք է ելնա։ Եղավ։ Okay։ Հստակ է։ Այո, շատ մերսի։ Շնորհակալություն, քանի մերսին ֆրանսացիներուն է։ Հիմա ստիված երակույն դրոշակով ֆրանսական դրոշակը պետք է տնենք անպայման։ Շնորհակալություն սիրելիս։ Շնորհակալություն։ Ուրեմն սերներ այժմ երթանք երկրակունթի ամենակարևոր դվյալին, Աստուծո դվյալին, իհարկե նոր դվյալը գիտեք, ընկեր Ջորջ Վաշինգտոնն է։ Ձանոցումներու եւ եթե հետաքրքրված եք ձանոցումների զդեղել, խնդրեմ գապ բայեցեք, դες քանի որ արդեն գմոդենակ որ քանակը որ ավելի չեն կնար ձանոցում տնել։ Արևդրական ձանոցումներ։ Բիբլոս, իրական լիբանանյան խոհանոց Վեսթվուդում, վերադարձ 80-ականներին հանրահայտ խոհարար ադերի միջոցով, բոլորովին նոր լիբանանյան տնօրինություն,
Բիբլոս ռեստորանը պատրաստ է բարձր մակարդակով ապահովել ձեր ցանկացած առիթը։ Կենդանի երաժշտություն ամեն 5 շաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերը։ Belly Dance Show ուրբաթ եւ շաբաթ։ Raj and Dreams Band ուրբաթ եւ շաբաթ։ Անզուգական լիբանանյան երաժշտության կատարող Raad 5 շաբթի, ուրբաթ եւ շաբաթ։ Բիբլոս անմոռանալի լիբանանյան պահեր։ Ավելի քան 10 տարիներ Enel Systems-ը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում PC-ի բոլոր սիրահարներին Glendale-ում, Burbank-ում եւ San Fernando-ում։ Ընկերության մասնագետները պատրաստ են վաճառել, ախտորոշել, խորհրդակցել եւ վերանորոգել համակարգիչները անհատների եւ բիզնեսների համար։ Enel Systems-ը առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթներ, ներառյալ անվճար սոֆթվերների ախտորոշումներ։ Ի վերջո համակարգիչը պետք է օգնի ձեզ, այլ ոչ թե անհանգստություն պատճառի։ Ուրեմն սերներ, ինչպես որ ասակ ծանոթություններն ցույց տվից եզի, վերջացան գրված է thearmenian.com։ Կացեք այդտեղեն եւ այդ քիրքը կամ մյուս քիրքերը քնեցեք, քանի որ քարշապատ մեծ գումար մը գա պետք է դբարանին հասցնեմ, որ կարողանամ քիրքերը դու ավելի շատ վաճառեմ։ Եղավ սերներ, եւ նայեցեք, այս տարի նոր տարվա ցերնվերները այս քիրքերը թողելան։ Քանի որ շատ ավելի նպաստավոր է, քանի թիմացինին ոչ քոլեստերոլի հիվանդություն գուտա, ոչ, գիտեք, տարբեր տեսակի ջնշումներ կպատճառի, ինչ որ է այդ ուտելիքը եւ այլն եւ այլն։ Հավասիկ նոր մտածելակերպը, այդ հաստատությունները, որ մեծ թիվով ոչ հայ հաջախորդներ ունեք, ամերիկացիներ ունեք, իրենց այս քիրքը նվիրեցեք Ամերիկայի մեջի հայկականը։ Դուք հբարդանակ, ես փող աշխատեմ, ծեր տեքսերեն գիշնան եւ ծեր այդ ոնց հետ որ գաշխատիկ իրենց կսեք որ այս երկիրը մեր երկիրն է եւս քանի որ Ամերիկայի թրոշա է գաբրան ցեներ այս քիշեր ինչ պիտի կատարեք զանգարեցեք ինձ ասեք եւ քիչ քիչ բացատրեմ թե ինչու համար է այս հարցումս գիտեմ մենք հայերս ընդհանրապես ադամ խորունկ մտածելակերպներում մեջ չենք մտար մենք մի անտի մի քանի բաներ գիտենք առաջին քրիստոնյա ասկնենք երկրակունթի եւ երկրորդ մենք չլայնք աշխարհը չլար ներողություն երրորդն ագա գիտեք ցեղասպանություն ենք տեսել Բարի Լուիս ծեր գարձիկը Բարի Լուիս Բարի Լուիս իմ գարձիկս այո այսինքն ես կարծում եմ որ ամեն հայ պետք է հիմա զանգահարեր եւ ասել որ ես կուզենայի ասենք Հայաստանում լինեի մի հատ գետի կամ լճի, սևանալճի ափին նստած։ Չէ, անոնք երազանքներ են։ Անոնք երազանքներ են սիրելիս։ Նրանք հիմա միայն թե կարող են Լեքսինգտոն եւ Սենտրալի անգյունը այդ հողաշերտը, որ Հայաստանի Հանրապետության կպատկանի, այդ հողին վրան կալեն եւ մեկ հատ քեդինը համբրեն, նույն իրավիճակի մեջ կգտնվեն։ Այո, դրա համար եմ ասում, օրինակ ինձ այստեղ Ամերիկայում ոչ միտեղ չի ցկում։ Այսինքն ոչ ռեստորանները, ոչ դիզնիլանդները, ամեն միտեղ մեկ անգամ կգնաս կտեսնես, հետո արդեն սովորական բարձ մի բան է դառնում։ Բայց փորձառություն, օրինակի համար Հայաստանից ընդհանրապես կստանալ չի լինում։ Բայց նայեցեք, օրինակի համար Ամերիկայի մեջ բավականի թանկարաններ կան։ Հոյագա, որ Հայաստանը չունի այդ մեկը։ Ամերիկայի մեջ երեգոյան բավականի ծրագրեր կան, որ Հայաստանը չունի։ Այսինքն Ամերիկայի մեջ կամ Լոս Անջելես ասենք, հիմա որ մենք հոսենք։ Լոս Անջելեսի մեջ LA օպերան կա եւ այլ տասական երաժշտության միջավայրեր կա, եթե տասականը գսիրենք։ Լոս Անջելեսի մեջ եթե բանաստեղծություններ գսիրենք, թեկուզ թե հայկական չեն, օդալ լեզուներով կամ թանկարանները
Լավ, թանգարանները ես եղել եմ մի քանի հատ, ասենք, Այո։ Բայց նրանք միշտ ամեն ամիս որնա ճապոնացիներին է եղել եմ։ Այո, ամեն ամիս տարբեր ցուցած Հրյաների թանգարանը գնում ես ամբողջ մենակ Հիտլերի դաժանությունների։ Չէ, Ադիգա թանգարանը չէ, Ադիգա բարձրապես իրենց ցեղասպանության նվիրված թանգարան է, բայց մշակութային առումով շատ ավելի լավ դվյալներ կա եւ արդեն նույնը հիմա սկսա հասնել նպատակից, որ ընդհանրապես մենք սահմանափակ դերեր գերտանք հայերս մեր հայկական վանտագի մեջ են դուրս չելենք, բայց աշխարհի բոլոր ժողովուրդները Ամերիկա գուքան, Ամերիկայի մեջի բիլիոնավոր դոլար արժեք ունեցող թանգարաններու դվյալները ագնադեսը լալու համար եւ մենք հայերը շատ քիչ ենք օգտագործում այդ բոլորը Շուտագեմ։ Նրան եմ գնացել։ Հաստատ մեկ անգամ կգնաս, երկու անգամ կգնաս։ Հայաստանի նույն վայրերն է։ Թումանյան թանգարանը եղած եմ ուսանող էի Հայաստանում։ Ամեն շաբաթ, որտեղ իմ տունից մոտ էր այնտեղ, միշտ քայլում էի դեպի տուն եւ միշտ շաբաթը մեկ անգամ մտնում էի Թումանյան թանգարանը։ Նույն բաները չէիք տեսնել։ Նույն ամեն շաբաթ նույնն է, չէ, փոփոխություն չի գար։ Նույն անգողինն է վերսենյակը, նույն բայց Թումանյան թանգարանը, քանի ես հայ եմ, ինձ հոգեհարազատ է, Սերգյո Թումանյանի գրվածքները կա, գիրքերը կան, շատ հետաքրքիր է։ Բայց օրինակ Ամերիկայում ես կարծում եմ հայերը այդքան հետաքրքրություն գտնում ես չգիտեմ։ Համերգները գնում եմ, հայկական կոմիտացի համերգը, ասենք թե հայկական երգիչներ։ Բայց օրինակ շատ ավելի լավ ոչ հայկական համերգներ կան եւ չեմ խոսում ես գոնք շարժելու համերգները, այլ բարձրապես բավականի լավ միջազգային, այսինքն դարբեր ազգերու մշակույթներու մաքուր դվյալները։ Ինչպես որ մենք մաքուր դվյալներ ունենք եւ աղդոտ դվյալներ ունենք, ուրիշ ազգեր կան Ամերիկայի մեջ, որ մաքուր եւ աղդոտ դվյալներ ունեն իրենց մշակույթի մեջ։ Բայց իրենց մաքուր դվյալները իրենց համար են, մեր համար չեն։ Հա, բայց չէ որ մենք երկրակունքի վրա կգտնվենք եւ վերջերս մենք չլայենք մյուսները չեն լար եւ օրը պիտի կա որ մենք պիտի դիրաբեդենք երկրակունքին, գարժե մյուսներու մասին մի քիչ բան իմանալ, չէ։ Հա, իմանալը ուրիշ բան, բայց այդքան այսինքն հիմա օրինակի համար երիտասարդությունը տեսնում եմ ամբողջ օրը ռեստորանները, մուվիները, ինչա։ Այո, բայց օրինակի համար Լոս Անջելեսի մեջը world music հասկացողությունը, միջազգային երաժշտություն կամ երկրակունքի երաժշտություն, ասա հայերենով եթե թարգմանենք է, ուր դարբեր ազգերու մաքուր երաժշտությունն են ներկայացնում։ Եվ նրանք մի UCLA Arts-ը գա եւ դարբեր շրջան։ Ամառնային սեզոնը հիմա վերջացավ, դարբեր դեղեր ծրիապար համերգներ կան։ Ընդհանրապես ես այդտեղ շատ քիչ հայեր կտեսնեմ։ Արդյոք ինչու։ Բայց պետք է հասկանաս լեզուն, որ գնաց համերգը լսես։ Եթե դու լեզուն չես հասկանում, եթե ասենք թե մենակ մելոդին լսես, կարող է կանջիդ հաճելի լինի լսես։ Բայց եթե լեզուն չես հասկանում, այդ համերգի ինչը պիտի լսես հասկանաս։ Մեղեթին ես հասկանում, չէ՞, քանի որ ինչպես որ ասում ենք, մեղեթիները դարբեր ազգերու հայելիներն են։ Եվ այդտեղ հայերը միշտ ասում են, որ երաժշտությունը ազգություն չունի, որ սխալ է, քանի հայերը միշտ դքեդ եղած են, երաժշտությունները ազգություն ունին։ Եվ որ թեկուզ լեզուն չհասկանաս, եւ որ երթաս լատինական համերգիմը, կամ եւ որ երթաս, ասենք թե իսպանական կամ արաբական եւ այլ, մեղեթիները քեզի արդեն գփածադրեմ, որ իրականչուրը ինչ արավելություն եւ բագասություն ունի։ Եվ այդ ծևով ավելի կզարկանանք։ Եղավ, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հետաքրքրական է, որ այս գիշեր, որ ուրբաթ գիշեր, Աստված նորեն մեզ երացրեց։ Ինչ որ երկուշաբթի նորեն կմիացնի։ Շատ հետաքրքրական է, որ զանգարողներու մեծամասնությունը իքական սեր էր։ Ահա վասիկ ուրիշ նույն մցեզի։ Մենք, քանի որ հետամնաց ազգ ենք, այս գիշերով, ուրբաթ գիշերով օրինակ համար հայուհին դժվարություն կունենա, որ դունեն դուրս ելե, քանի որ շատ մարդիկ վիրասեն ամոթ է։ Մնացեք սրա մասին, հրաչիկա շաբաթ նորեն կանտրատանանք։ Իսկ ես այժմ երթամ Լոս Անջելեսի մշակույթը վայելեմ։ Բարի լույս։ Եթե հոս հասած եք, արդեն ուշացած եք, մի սպասեք ձեր գդակը քրելու։ Call Der Parsegian Law Group. 323-937-2727.
Ամբողջի մեկը պիտի լաս, եթե չհասկանաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Փարի լույս